Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում։ Մարդիկ հասկացել են, որ այդ հավաքները մի խումբ մարդկանց կողմից ասպարեզ մտնելու փորձեր են, որոնք հանգեցրել են բռնությունների։ Հայտարարում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին և ներկայացնում պաշտոնական Թեհրանի պարզաբանումը, թե ինչից սկսվեցին ակցիաները և ինչու վերածվեցին անկարգությունների։ Ինչպես միջազգային զանգվածային լրատվամիջոցներն են հայտնում, դեսպանը ևս պարզաբանում է, ամեն ինչ սկսվել է Իրանի ազգային արժույթի՝ ռիալի փոխարժեքի կտրուկ տատանումից, սակայն հենց այստեղից էլ սկսվում են նույն թեմայի շուրջ իրարամերժ մեկնաբանությունները։ Թեհրանը սա համարում է ԱՄՆ պատժամիջոցների և իսրայելա-ամերիկյան հարձակումների հետևանքը։ Մինչդեռ միջազգային մամուլում սա նաև կառավարման համակարգի հետ են կապում։ Դեկտեմբերի 28-ից Իրանում բողոքի ակցիաներ են, քանի որ արժույթի արժեզրկումը շղթայական խնդիրներ է ստեղծել։ Սակայն տնտեսական պահանջները ընթացքում վերաճեցին քաղաքական ակցիայի։ Բողոքի ցույցերը տարածվեցին երկրի 25 նահանգի ավելի քան 60 քաղաքում։ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարում է, որ իր երկրի կառավարությունը մարդկանց խաղաղ հավաքները պաշտոնապես ճանաչել է և հայտարարել, որ նրանք իրավունք ունեն նման հավաքների միջոցով իրենց կարծիքն արտահայտել։ دولت ایران تجمعات مسالمت آمیز رو به رسمیت شناخت و گفت مردم حق دارن اعتراض کنن. Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը մարդկանց խաղաղ հավաքները պաշտոնապես ճանաչեց և հայտարարեց, որ մարդիկ իրավունք ունեն նման օրինակ հավաքների միջոցով իրենց կարծիքն արտահայտելու։ Եվ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության մեջ էլ մարդկանց այդ իրավունքը պաշտոնապես ամրագրված է։ Սակայն նույնչափ, ինչքան որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը պարտավոր է ապահովել մարդկանց ազատ խոսքի և բողոքելու իրավունքը, նույնքան էլ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը պարտավոր է ապահովել նաև հասարակության անվտանգությունը։ Եվ ըստ այդմ ոստիկանությանը տրվեցին համապատասխան հրահանգներ, որոնց հիմնական իմաստն այն է, որպեսզի ապահովեն այս ցույցերի, այս խաղաղ ցույցերի անվտանգությունը և ուշադիր լինեն, որպեսզի մարդիկ կարողանան իրացնել իրենց իրավունքը հնարավորինս անվտանգ մաքսիմալ անվտանգ պայմաններում։ و اصولا پلیس مسلح نبود. Եվ հիմնականում ոստիկանությունը զինված չէր։ Որն է բախման պատճառը, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ զոհվեցին։ Սա հաջորդ հարցն է, որին առնչվող տվյալները Իրանից ու Արևմուտքում ծայրահեղորեն տարբեր են։ Դեսպանը մանրամասնում է, բեկումնային օրերը հունվարի 9 և 10-ն էին, երբ արդեն ակնհայտ դարձավ, որ ընթացող շարժման նպատակն էր իրականացնել սիրիական սցենարը, մասնատել Իրանը։ Դիվանագետը ցավով արձանագրել է, որ վերջին օրերին եղել են զինված բախումներ, գլխատումներ, զոհվել են ոստիկաններ ու քաղաքացիներ, հրկիզվել են հանրային սեփականության օբյեկտներ ու քաղաքացիների գույք։ Դա կազմակերպված հանցագործություն էր, ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը և տեղի ունեցածը համեմատել իսլամիստական խմբավորման վայրագությունների հետ։ Դեսպանը սակայն զոհերի թիվ չի հրապարակել, դրանք դեռ պետք է իմի բերվեն տարբեր կառույցներից, հայտարարել է։ Ամերիկյան հայտնի CBS News-ի իրանական աղբյուրները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների։ Իրանում զոհերի թիվը առնվազն 12,000 է, հնարավոր է հասնի 20,000-ի, հաղորդել է հեռուստաալիքը, հղում անելով իրանցի ակտիվիստների խմբերին, որոնք ողջ երկրի տարածքով բժիշկներից տվյալներ են հավաքում։ Reuters-ը նախօրեին հաղորդել է շուրջ 2000 զոհի մասին։ Իրանում կատարվողի առնչությամբ միջազգային արձագանքը չափազանց կոշտ է, իսկ ԱՄՆ կողմից անգամ անողոք։ Դոնալդ Թրամփը ցուցարարներին կոչ է արել գրավել կառավարական շենքերը, խոստացել օգնել նրանց, իսկ իշխանությանը զգուշացրել հարվածի մասին։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ մանությունները դադարեցվեն, նրանք թանկ կվճարեն, օգնությունը ճանապարհին է, ասել է Սպիտակ տան նախագահը։ So we're very happy about that. I'm going back to the White House now. We're going to look at the whole situation that's going on in Iran. It's really bad stuff. Minnesota is going to have to take care of itself for a little while. Ավելի վաղ Միացյալ Նահանգները իր քաղաքացիներին կոչ էր արել անհապաղ լքել Իրանը, այդ թվում Հայաստանի տարածքով։ Իրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներից զատ ուժի մեջ մտան նաև Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ ԱՄՆ սահմանած 25% մաքսատուրքերը, որոնց մասին Թրամփն ընդամենը 2 օր առաջ էր հայտարարել։
Դուք տեսաք, որ ես Իրանի հետ բիզնես վարող յուրաքանչյուրի նկատմամբ սահմանեցի մաքսատուրքեր, եւ ես ասում եմ Իրանը կրկին դարձրեք հզոր, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Պաշտոնական Թեհրանի անունից անդրադառնալով Թրամփի հայտարարությանը, որ մարդկանց վրա կրակելու դեպքում Միացյալ Նահանգները քայլեր կձեռնարկի, դեսպանն ընդգծել է, որ իրենք ականատես են եղել այնպիսի հանցագործությունների, որոնք անհամեմատելի են նույնիսկ ահաբեկչական խմբավորման գործողությունների հետ։ Այն անձը, որը որ մասնակցել է 12-օրյա պատերազմում Իրանի ժողովրդի սպանության մեջ, ինչպես արդեն նշել եմ 1100 հոգի մարդ է սպանվել, եւ այն անձը, ով որ ուղիղ պատասխանատվություն ունի Իրանի տնտեսական խնդիրների համար, որոնք որ մեծ մասամբ ի հայտ են եկել Իրանի դեմ սահմանված դաժան պատժամիջոցների արդյունքում, չի կարող Իրանի ժողովրդին աջակցող կոչերով հանդես գալ։ Բոլոր սպանված մարդկանց մահվան պատճառը պատասխանատվությունը նաև պարոն Թրամփինն է։ Ես վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը չի խաբվի այս խոսքերին։ Դեսպանը շեշտել է, Թեհրանը պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է պատասխանելու Իրանի դեմ ագրեսիային։ Ավելի վաղ Իսլամական Հանրապետության բանակը եւս հայտարարել էր ռազմավարական ենթակառուցվածքներն ու հանրային սեփականությունը ուժով պաշտպանելու պատրաստակամության մասին։ BBC-ն անդրադառնալով Իրանում ստեղծված վիճակին գրում է, որ Իրանում բողոքի ակցիայի մասնակիցները եւ արտերկրում գտնվող նրանց կողմնակիցները հույս ունեին, թե Թեհրանի իսլամական ռեժիմը արդեն փլուզման եզրին է, սակայն անգամ եթե նման անկում կա, ապա դեռ աստիճանական փուլում է։ Պարբերականն արձանագրում է, որ իրանցիները բազմիցս դուրս են եկել փողոց, սակայն այս պոռթկումը տեղի է ունեցել վերջին 2 տարում Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ձեռնարկված բազմաթիվ ռազմական հարվածների ֆոնին։ Դեսպան Խալիլ Շիրղոլամին Երևանում հայտարարել է, որ Թեհրանը չի մերժում բանակցությունները, բայց դրանք պետք է հիմնված լինեն բացառապես հարգանքի վրա։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունն էլ Միացյալ Նահանգների բոլոր գործողությունները գնահատել է որպես պատրվակ ստեղծելու նպատակ ռազմական առումով միջամտելու Իրանի գործերին, սակայն նաև դիրքորոշում հայտնել, որ Վաշինգտոնը անհաջողության կմատնվի։ Մինչև այդ խիստ ուշագրավ կուլիսային հանդիպումներ են տեղի ունենում։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շաբաթավերջին ոչ հրապարակային հանդիպում է ունեցել Իրանի 1979 թվականին տապալված շահի որդու Ռեզա Փահլավիի հետ։ Իրանում տիրող իրավիճակը քննարկելու համար հաղորդում է Էքսոսը հղումանելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։ Հակակառավարական ցույցերին ըստ զանգվածային լրատվամիջոցների անուղղակի կերպով աջակցում է արտերկրում բնակվող Փահլավիին, ում անունը ցուցարարները երբեմն վանկարկում են ակնարկելով իշխանության գալը։ Հայաստանում Իրանի դեսպանը ստեղծված իրավիճակի համար ուղիղ կերպով մեղադրել է արտաքին ուժերին, Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, սա բնորոշելով որպես Իրանը մասնատելու փորձ։ Դեսպանը հատուկ մեսիջ է ուղղել նաեւ Երևանին, ընդգծելով, եթե այդ ուժերին հաջողվի մասնատել Իրանը, Հայաստանը եւս պարտվողների թվում է լինելու։ Դեսպանը նաև հայտարարել է մեջբերում, Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար, մեջբերման ավարտը։ Դեսպան Խալիլ Շիրղոլամին դժգոհել է իր երկրում հակակառավարական բուռն ցույցերի օրերին Երևանում Իրանի դեսպանատան դեմ մի խումբ իրանցիների բողոքի ակցիաներից։ نمادهای ملی ما حتی بکنن این هست. Եվ պատճառն այն բանի, որ մի խումբ մարդիկ ու հնարավորություն ունեն եւ նրանց կանաչ լույս է տրվում, որպեսզի գան նաեւ Իրանի դեսպանատան դիմաց շատ անհարգալից եւ վիրավորական արտահայտություններով հանդես գան, դրա պատճառը եւս հենց նշածն է։ Արդեն 6 օր է, որ երեկոյան ժամը 6-ից մինչև 9 ականատես ենք լինում այն բանի, որ մի խումբ հավաքվում են Իրանի դեսպանատան դիմաց շատ անհարգալից վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս եւ ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակաբար հնչեցնում ենք մեր բողոքը, այս գործընթացը շարունակվում է։ ما در سخت‌ترین شرایط کنار دولت و ملت ارمنستان ایستادیم. Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի եւ կառավարության مثالاش زیاده. Դիվանագետի խոսքով Իրանի դեսպանատան արչև տեղի ունեցածը կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ, քանի որ ամենադժվար ժամանակներում Իրանը կանգնել է Հայաստանի պետության եւ ժողովրդի կողքին։ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը նաեւ խոսել է Հայաստանի եւ Իսլամական Հանրապետության միջև հնարավոր ռազմավարական գործընկերության ստորագրվելիք փաստաթղթի մասին եւ հույս հայտնել, որ այն կստորագրվի այս տարի։
Երկուստեք համագործակցությունը տարբեր ոլորտներում արագ տեմպերով առաջ է ընթանում, ասել է նորանշանակ դեսպանը։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։